Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործման ընթացքը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ներկայացրել է ոլորտի ռազմավարական ուղղություններն ու դրանց իրականացման համար նախատեսված միջոցառումները։ Վարչապետը նշել է, որ ռազմավարությունների քննարկման արդյունքներով շատ կարևոր է արձանագրել առաջընթացը եւ այս առումով արձանագրել որոշակի կետերով իրականացված միջոցառումների արդյունքները, որոնք են կառուցապատման թույլտվության թվայնացումը, դրա հետագծելիությունը, միկրոռեգիոնալ փաստաթղթերի կազմումը եւ այլն։ Ես ճիշտ հասկացա, որ շինթույլտվությունների թվայնացման փուլը ավարտել ենք, այլևս թղթով շինթույլտվություն հանրապետությունում չկա։ Այո, պարոն վարչապետ, ամբողջությամբ ավարտել ենք ամբողջ հանրապետության տարածքում 25 թվականի հունվարի 1-ից, այլևս որևէ ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինթույլտվություն, ավարտական ակտ, շահագործման ակտ չի տրվում թղթային եղանակով։ Իսկ մենք այն ժամանակ, երբ որ թվայնացումը պլանավորում ենք, մենք խոսում ենք նաև, որ այդ թվայնացման process-ի հետագծելիությունն էլ պետք է ապահովենք, որպեսզի հնարավոր լինի եւ հետ գնալ եւ տեսնել, թե որ պաշտոնյան, որ օղակում օրենքով ինչ ժամկետ է սահմանված, այդ ժամկետը պահպանված է, պահպանված չի, այսինքն հիմա մեր համակարգը այդ ամբողջ հնարավորությունը տալիս է։ Ամբողջ հնարավորությունը, ամբողջ հետագծելիությունը երևում է, որտեղ գնաց, երբ պատասխանվեց, ամբողջ լրակազմը փաստաթղթերի ներկայացման ամբողջական էր, ամբողջական չէր, քանի օր հետո պատասխանվեց, դրական պատասխանվեց, ավելին կարող ենք վիճակագրություն հանել։ Այսինքն ներողություն եմ խնդրում, այդտեղ մենք նաև քաղաքացիների հնարավոր վիճարկման հնարավորություններն ենք մի կողմից լայնացրել ենք, մյուս կողմից էլ նեղացրել ենք, այսինքն եթե օբյեկտիվ վիճարկման տեղ կա, շատ արագ լուծում կստանա, եթե օբյեկտիվ վիճարկման տեղ չկա, ավելորդ ժամանակ ոչ ինքը, ոչ մյուս մարմինները չեն կորցնի, այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս ամեն ինչը նախնական մտահղացումը իրականացված։ Այո, ամբողջությամբ իրականացրել ենք, վերլուծություն անելու բազմաթիվ այտենց ֆիլտրեր ունենք, հնարավորություններ ունենք, օրինակ առանց որևէ գերատեսչության կամ բանի, կարող ենք ասել, օրինակ հեծը կամ չգիտեմ Վիոլյան քանիսից քանիսին է բացական պատասխան տվել, քանի օրում է պատասխանել ու սենց բոլոր ներգրաված բոլոր մասնակիցների համար այդ վերլուծությունը կարող ենք անել։ Մեծ տվյալի գեներացիա ունենք, այսինքն այդ մեր համակարգը մեզ թույլ տալիս է ցանկացած պահի նայել, թե ինչքան շինթույլտվության հայտ կա եւ ամեն ամիս մենք նայենք ինչքան ավարտական ակտ կա, այսինքն այդ մեծ տվյալների հետ մենք հասանելիություն ունենք ցանկացած պահի։ Այո, ցանկացած պահի, տվյալ պահի դրությամբ ունենում ենք այդ հասանելիությունը, ավելին ասեմ, ՊԵԿ-ի գործընկերների հետ հիմա աշխատում ենք, որ ինտեգրենք իրենց հասանելիություն տանք այս համակարգին, որ իրենք բյուջեն պլանավորելուց կամ մուտքերը պլանավորելուց տեսնեն ինչ շինարարություն ունենք, երբ ավարտվելու, երբ ավարտական ակտը ստացավ, այս նաև ՊԵԿ-ի գործընկերների համար է շատ կարևոր, որպեսզի իրենք պլանավորեն